Ջավախքի կինը հնուց ի վեր միշտ ունեցել ու ունի իր զբաղվածությունը։ Նրա ուսերին է հենված ընտանիքի հոգսի մեծ մասը։ Ջավախքի կինը հնուց ի վեր սիրել է ընտանիքը կերակրել մաքուր ու անարատ սննդամթերքով։ Տարվա ամեն եղանակի նա ունի իր գրաֆիկը։ Ջավախքի հայության հայ կենիմարդու քետանջան աշխատանքը, այսինքն Աստծո ստեղծած այր եւ կին հարաբերություն մեկ կողմ են։ Դրա համար կինը պետք է օգնի տղամարդուն, տղամարդը պետք է օգնի կյանոջը, որ երկուսի հավասարակշռություն, ծանրություն կա։ Ու ընդհանրապես մեր հայ կենիմարդիկը շատ կսիրեն աշխատել, մանավանդ մեր Ջավախքի հայ կենիմարդիկը շատ կսիրեն աշխատել։ Քետանջան աշխատանքը ամեն բան, ամեն բեր իրենց ուսերին վերակառեն։ Մեր մարդ թող մի քիչ հանգստանա, մենք կենենք, ոչինչ, ամեն ինչը ոչինչ պարով, մենք ամեն ինչը հավասարակշռված տանիքը առաջ։ Շատ լավ է, ոչինչ, ասում ենք ու առաջ ենք կենում։ Բայց եւ այնպես թե անաստապահությամբ, թե պոստանապուսությամբ, թե քարտոլի պանով, вообще առօրյա գործով կին արմատը ավելի շատ է աշխատում, քան տղամարդը։ Ճիշտ ասած տղամարդը իրեն ծանր բեռն ունի, բայց կյանոջ աշխատանքը ավելի կենահատելի է։ Մանավանդ տատիկները սիրում են իրենց փեշի տակով կերակրել թորնիկներին, թոնրից հանած տաք լավաշով, անարատ կաթով ու կարակով, դաշտերից քաղած շուշանով ու ավելուկով։ Ես սիրեմ, որ մեր ամեն ինչը մեր տնականն էլի, մեր սիրունությունն էլի, համովությունն էլի, ամեն ինչը, որպեսզի իմ երեխեքս ուտեն նորմալ սնունդ։ Ես քիմիային հետ գլուխ չունիմ։ Հացեն հետ մենք տունը կեփենք, մենք մեր ձեռքով սախ։ Միսը բայել ենք մեր ապրանքը, մենք կմորթենք, մերը կուտենք, ինչ ասեմ, սաղ մեր տնականն է։ Էսիկ ավելի լավ է երեխեքին, որպեսզի երեխեդ ձիքելի, ժիրելի, միշտ հիվանդանոց բժշկի դուր չանգնիս, պետք է սարքես։ Լավ աշես երեխին, պես դգուստի աշես։ Ընտանիքում սաղ կօգնեն ինձի, հարսներն կօգնեն, վազենքը թորներսա կօգնեն։ Սաղ, ում ձեն հանեմ են 5 տարեկան աղջկանես, ես տատիկ ջանը հանեի կաքսե։ Ասենք թե համի հարսնոր նեղն օրգանիմ ճավամգա երկուսն է վազենքը, չէ բար չեկա մեր տունը։ Կենի 50-60 կիլո բանիշ կարակ, մեր 100 կիլո են ավիլա բանիշ չեքին։ Եթիվ նորից հասնենք, չիմենիս, զավադի չիմ բերլե։ Տղամարդը դրսի պատն է, այսպես են արտահայտվում խոսքի մեջ։ Կինը պիտի լինի ներսի պատը, որ հենարան դառնա տղամարդուն, ու այդպես էլ անում են։ Մեր ավանդական հայկական ընտանիքներում առանց պահածոներու չի ելնա։ Ճիշտ է, խանութները հիմի լիքն են, բայց մեր ընտանիքը սիրեգը մին պահածոներս։ Կարող եք վան եսար կենթանի չեմ ելնա, իրեն կարող էլի հարս էինե։ Ես վեր սեզոնին համի սկսվել էր Ղամին, Շուշան, այմանսին։ Ճիշտ է, ես ի վիճակի չեմ որ էշտայի ղամու, բայց հարսս կանացել է աղջկաս հետ, բերել է։ Հետո կսկսվի այդ փագոցներուց, օրինակ կսկսվի առաջինը այդ վիշնյան, կլուբնիկան, վիշնյան, ինչ որ սիրենգը, ես էդի կփագեմ, ինչ որ սիրենգը տնեցի։ Սեք այն ձևի համար չեմ զակատե որ այ քանակ լարասնեմ։ Իմ ընտանիքս ինչ որ սիրեք ուտի, հետո ես պատրաստ եմ գա։ Կովից կթած կաթը, տաք թոնրից հանած լավաշն ու ոչխարի պանիրը հնուց ի վեր եղել են գյուղում ապրող հայ ընտանիքի ամենապատվավոր մթերքը, որով ընդունել ու ճանապարհել են անցորդներին։ Հիմա չկա այդ ավանդույթը, այսինքն այն պահպանվում է եզակի ընտանիքներում։